բողոքականություն, ոնց որ ասում են reformation, բարեկարգություն, Մարտին Լյութերը փաստորեն իր կողմնակիցներով համաձայն չեղավ կաթոլիկ եկեղեցու կամ ասենք բռնատիրական կարգերին կամ չգիտեմ այն ժամանակները իրենք այդպես մտածեցին որ պարտադրված օրենքներին չուզեցին ենթարկվել եւ Մարտին Լյութերը իր ինչպես ասում են իմացած քրիստոնեական վարդապետությամբ ինչ-որ մի նոր շարժում ստեղծեց որը կոչվում է բողոքականություն բողոքել բառն է բողոքեցին եւ այդ շարժումը ստեղծեցին որ իրենց անունով reformation անգլերենով որ բարեկարգություն իմաստ ունի ուզեցին բարեկարգել եկեղեցին նպատակը նորից մեկն էր գիտեք վերադառնալ դեպի նախնական քրիստոնեական այդ ճշմարտությանը սակայն հետաքրքիր բան ինձ համար գոնե որ ասենք Լյութերով սկսվեց եւ հետո Կալվինով Ցվինգլիով եւ այդպես շարունակվեց եւ այսօր բողոքականություն բառը քիչ օգտագործում ավելի շատ ավետարանական բառն է օգտագործում որ արդեն 20-րդ դարի նոր ուղղությունները որդեգրեցին այս բառը նույն բայց շարժումն է նույնն է փոխված բողոքականությունը դարձել է ավետարանչություն հետաքրքիր է ավետարանական եկեղեցի նույն այս ասենք Լյութերի տվյալ դեպքում եթե խոսենք հիմնած եկեղեցին այլևս իր այդ ճշմարտությունները որ պահեց պահպանեց եւ որդեգրեց ու առաջ տարավ չմնաց նույնն բավական փոփոխություն իրեր հիմա նորից նույն բաժանումները կա եւ այսօր տեսնում ենք որ այսինքն նոր ուղղությունները իրենց հերթին հարյուրավոր բաժանումներ են ունենում եւ տեսեք ասացեք ավետարանը մեկն է իսկապես մեկն է բայց նույն ավետարանի վրա ինչքան տարբեր եկեղեցիներ են հիմնվում եւ տարբեր վարդապետություններ եւ ժամանակին այո նորից են գալիս այդ մտքին միշտ կարծես այդ մտքին են գալիս որ եթե հիմքը ճիշտ ուղու վրա չէ տվյալ դեպքում եւ ամեն մարդ փորձում է ինքնովի կամ ամեն մի խումբ փորձում է յուրովի մեկնաբանել այսպիսի մի մթնոլորտ է ստեղծվում իհարկե ասենք մենք չէ որ պիտի դատենք Քավլիցի, բայց գոնե կարողանում ենք այս ամենը տեսնել եւ ըստ այդմել բացատրություններ տալ մեր դիրքերից ելնելով արդեն տվյալ դեպքում։ Եվ փաստորեն արդեն այս 16-րդ դարի բաժանումը, մեծագույն բաժանումը այսօր էլ կատարվում է եւ այսօր էլ այս տրոհումները կան եւ չգիտեմ, բավականին էլ մեծ զանգված կա, որ այսօր ասենք ավետարանական եկեղեցուն է հարում Ուրեմն փաստորեն հիմնականում հետաքրքիր ինչ է իհարկե հայրաքելական եկեղեցու համար այս շարժումը աղան չի եւ երբ որ անհատը տվյալ դեպքում ասենք բողոքական եկեղեցում մկրտված է մեր եկեղեցին ընդունում է իհարկե իր մկրտությունը որպես այդպես է միայն դրոշմի արարողություն կա որտեղ նյուրոնով դրոշմի արարողություն նրանք չունեն եւ միայն ջրով են մկրտում բայց մենք նաեւ իբրև ինչպես Աղավնին իջավ Սուրբ Հոգին իջավ Աղավնու կերպարանքով Քրիստոսի վրա մենք այդ աղավնի որը մասին պիտի խոսենք իհարկե դրոշի մասին, ապա պիտի խոսենք։ Ուրեմն տեսեք, որ այսպիսի հիմնական այս 3 ուղղությունները կան, որոնք որ այսօր քրիստոնեական 3 կարևորագույն ուղղություններն են եւ մենք էլ այդ ամենահին ուղղության ինչի այսքանը խոսեցինք դեր այր, այսքան հակիրճ, բայց փորձեցինք բազմաբովանդակ ինչ որ խոսակցություն ունենալ, ցույց տալու համար մեր առաքելական եկեղեցու տեղը, ընդհանրական եկեղեցու այս շարքերում Եվ գոնե ակնհայտ է կարծում եմ, որ իսկապես մեր եկեղեցին ամենահների մեջ բավարար չէ, որ ամենահների մեջ է գոնե ես կարծում եմ, որ ամենա հեղինակավոր եւ ամենա ու կարող նույնիսկ կարող մեր եկեղեցու սովորել, որ եւ գիտես ինչու մեծ հազար եկեղեցիները ինչու հարգանք ունեն մեր եկեղեցու նկատմամբ եւ օրինակ վերջին անգամ Հռոմի Պապը այցելեց մեծ հարգանքով խոսեց հայ եկեղեցու մասին իբրև դարավոր ավանդությունները պահող եկեղեցի հակառակ որ այդքան մեր պատմությունը որ նայես արյունով ներկված պատմություն է մեր պատմությունը կան հաղթական դեպքեր պատմություններ բայց ավելի քիչ են կան անշուշտ մենք Քրիստոսով հաղթող ենք դրա մասին խոսք չի բայց ասենք պատերազմական վիճակներից մենք միշտ ֆիզիկապես պարտվել ենք բարոյապես հաղթել ենք ամենայն դեպս եւ շատ ասենք ներքին հպարտություն եմ զգում ես ոչ թե ասենք որ նախ իբրև հոգեվորական որ այդ եկեղեցուն եմ հարում մեր Հայաստանի առաքելական եկեղեցուն ինչու ես այդ ճանապարհը ընտրեցի որտեղ որ պատմությանը ծանոթացա տեսա որ մենք կարող ենք ուղեցույց հանդիսանալ մյուս եկեղեցիների համար եւ ես ուզում եմ ժողովրդին ասել որ մենք հպարտ պիտի լինենք որ այդ եկեղեցու անդամ ենք մգրտված ենք այդ եկեղեցու կամարների տակ այն իմաստով որ մենք այսօր 1 բիլիոն կաթոլիկ եկեղեցու կողքին հավասարազոր մի եկեղեցի ենք անկախ եւ որևէ ձեւ չընթարկվող միայն թե Տեր ջան կարծեմ ուղղակի ձեր խոսքը շարունակելու համար ասեմ միայն թե ճանաչենք մեր եկեղեցին գիտեք այսինքն միայն թե ճանաչենք չթերագնահատենք մեր եկեղեցին երբ որ մեկը ասեք թե մեր եկեղեցուց գնում է ուրիշ մի ասենք եկեղեցու է հարում կամ աղանդին է հարում
ես երբեմն զարմանում ու ասում ինչ է այդ ասենք տվյալ աղանդը տալիս կամ ասենք այդ եկեղեցին որ մեր դարավոր հազարավոր եկեղեցին չի կարողանում բավարարել այդ հավատքը աչոք չուլ է այդքան որ մենք չենք կարողանում Չէ, կարծում եմ իսկապես որ ամենաճշմարիտ հավատքը գոնե մենք պահել ենք, բայց միայն թե իրոք խնդրանքը սա է, որ մեր հավատացյալները էլ ավելի ճանաչեն մեր եկեղեցին եւ միայն եկեղեցի գալով ու մոմ վառելով կամ ասենք պատարագին 10-20 րոպե մասնակցելով չէ որ պիտի ճանաչենք, այլ իսկապես մեր վարդապետությունը, մեր դավանանքը, մեր պատմությունը իմանանք եւ ավելի խորապես հասկանանք թե ինչ է նշանակում հայ առաքելական եկեղեցու զավակ լինել, մայր եկեղեցու զավակ լինել եւ կարծում եմ այլևս այս խնդիրները պիտի վերանան։ Ես գոնե հավատացած եմ դրան։ Շատ լավ, մենք հաջորդ շաբաթվա նյութը պետք է լինի մեր հայ քրիստոնյայի վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ հետաքրքիր նյութ է կարծում եմ հաջորդ անգամ եթե առիթ կունենա մեր ժողովուրդը նայելու հետաքրքիր մի նյութ է որով կուզենանք կարծրացնել թե հայ քրիստոնյան երեք եւ այսօր ինչպեսի վերաբերմունք է ունեցել մեր դարավոր եկեղեցու նկատմամբ եւ կուզենայինք 12-րդ դարի մեր ներսե շնորհալի հայրապետի աղոթքով վերջացնել այսօրվա մեր հաղորդաշարը որ վերցված է հավատով խոստովանիմ աղոթքից, որտեղ ուղղափառ հավատքի մասին է, որ խոսում է ներսե շնորհալին, որով հաղորդվենք այդ ուղղափառ հավատքին եւ այդ հավատքով շարունակենք մեր կյանքը։ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբո ամեն։ Բարքեվիչ ողորմության, բարքեվիա ինձ ուղղափառ հավատով եւ բարի գործով եւ սուրբ մամնո եւ արյանքո հաղորդությամբ գալարքես եւ ողորմյա քո արածոց եւ ինձ բազմամեղիս։ Ամեն։